Բարսելոնայում եղանակը տաքացավ եւ հիմա -5-ի փոխարեն -3 է։ Տեսնենք թե դա ինչի շնորհիվ եղավ եւ կքննարկենք Լա Լիգայի 12-րդ տուրը, գնացինք։ Բարսելոնան ժամանեց Բալայդոս Սելտայի ստադիոն եւ խաղարկեցին Լա Լիգայի 12-րդ տուրը։ Այսօր մենք կքննարկենք թե ինչի շնորհիվ մենք հաղթեցինք այս խաղը, ինչ խնդիրներ ունենք։ Այսօր կքննարկենք մեր Պրայմ Լևանդովսկին, գնացինք։ Բարսելոնան հաղթեց Սելտային 4-2 հաշվով եւ կրճատեցինք բալերի քանակը Ռեալից։ Դժվար խաղում մենք հաղթում ենք Սելտային 4-2 հաշվով։ Դժվար ինչու, որտեվ մեր մոտ ամեն տարի խնդիրներ կա Բալայդոսում իրաց դեմ խաղալու։ 32 բախես դույան պամ սաղանցստայի սոսում են ու սա Մարկ Բեռնալը հետա գալու ու տրժստելու 32 րոպե։ Դաժե եթե դու չես ումյան խաղացես, հիմա պետք է որ ինքը խաղար, որտեվ այս խաղում լիքը գոլ է Դանի Օլմոյի այդ պոզիցիան չհասկանալու ինչ անելու պատճառով, այսինքն ինքը չգիտեր ինչ աներ այդ պոզիցիան, որ մենք գոլ չուտենք, որտեվ դա օգնում է որ մենք պաշտպանվենք ավելի շատ, այդ ապորնի պոզաշիտան օգնում է որ մենք պաշտպանվենք։ Դանի Օլմոյը դա չի կաման, ինքը ավելի հարձակվողական ֆուտբոլիստ է, ինքը այս տարի вообще ոչ մի բան չի կաման իրականում, բայց եթե ինքը նորմալ դաժե կանաներ, այն ինչ որ կարում էր աներ, ես չգիտեմ вообще ինչա դուստան ներվես գնաց։ Всё, աչից Յամալ Ձախից Ռեշվարդ, հարձակվող Լևանդովսկի, ատակուչ Պոզաշիտնիկ, Ֆերմին Լոպես։ Առաջին թայմից սկսենք, որտեվ ամենակարևոր բանն առաջին թայմը իմ կարծիքով։ Առաջին թայմը սկսեց նրան շնորհիվ, որ Սելտան շատ ուժեղ պրեսինգ էր անում ու հետաքրքիրն է, որ ես այդպեսի խաղ չէի սպասում, ես սպասում եմ ավելի հանգիստ խաղ։ Առաջին րոպեներին գնդակը ոնց որ արագ է շարժվում ու մի տեղում չէր մնում կոնտրատակայի վրա,